Թող Սուրբ Հոգին առաջնորդի, որ հասանելի լինի ամեն մեկի սիրելիներ։ Մինչև խոսքի սկսել ուզում եմ մի հարց տամ. ով թշնամի ունի այստեղ։ Կա մեկը, որ թշնամի չունի։ Ես ունեմ։ Ով չունի թշնամի։ Բոլորն ունեն։ Օրհնյալ Աստված։ Սիրելիներ, բայց կան տարբեր թշնամիներ։ Ամեն մարդ մարմնավոր կյանքում իրեն թշնամին ունի։ Կան անհատական թշնամիներ և կա ընդհանուր թշնամի։ Ազգերը միմյանց դեմ պատերազմում են, սա ընդհանուր է, թե չէ։ Ընդհանուր է։ Երբ որ մարդը մարդուն սպանում է, անհատական է, թե չէ։ Անհատական մի բան ունի իրան հետ և չի ներում, գնում է սպանում է։ Մնաց որ կան երևացող թշնամիներ, կա և աներևույթ թշնամի։ Կա մարմնավոր թշնամի, կա և հոգևոր թշնամի։ Սիրելիներ, երևացող թշնամին այդքան էլ վտանգավոր չի, ինչքան աներևույթ թշնամին։ Երևացող թշնամուն մարդն է երևացող թշնամի, որ մարդը տեսնում է մարդին։ Երբ որ տեսնում են, բանակի դեմ կռիվ անելիս մարդիկ երբ որ տեսնում են, կարողանում են պաշտպանվել, թե չէ։ Վերջին վարիանտ, եթե չեն կարող պաշտպանվել, փախչում են գոնյա։ Տեսնում են և դա վտանգավոր չի, կարող են դրանից պաշտպանվել։ Բայց կա թշնամի, որ աներևույթ է և շատ վտանգավոր է, սիրելիներ։ Աներևույթ թշնամին շատ է վտանգավոր։ Մենք պետք է զգուշանանք, սիրելիներ։ Մենք էլ ենք ժամանակին, երբ որ մարմնավոր էինք, մենք ինքներս ուրիշի համար էինք թշնամի լինում, ուրիշը մեզ համար էր թշնամի լինում։ Ես եղել եմ մարդ, որ ես խորհուրդ եմ տվել, ասեմ, ոչինչ, հանդարտվի, հաշտվի, չէ, մինչև արյունը չխմեմ, չեմ հանգստանա։ Այս ինչքան են չարով լցված մարդիկ, սիրելիներ։ Սա մարմնավոր վիճակն է մարդու։ Մենք էլ ամենքս այդ վիճակում եղել ենք և նույն բաները կարող էինք ասել ու կատարել։ Ունակ էինք, քանի դեռ մարմնավոր էինք, սիրելիներ։ Եվ տեսեք, կարդանք որոմների առակը Մատթեոս 13:24-30 խոսքերում է գրած։ Ուշադրություն դարձնենք։ Հիսուսը նրանց մեկ այլ առակ էլ ասաց, այստեղ լույսը խանգարում է։ Հիմա տեսեք, ասաց, որ մի մարդ իրեն արտումը բարի սերմեր ցանեց։ Ընթերցի։ Հիսուսը նրանց մեկ այլ առակ էլ պատմեց ու ասեց, այստեղ լույսը խանգարում է։ Նման է մի մարդու, որը իր արտում լավ սերմ ցանեց։ Ամեն։ Երբ որ մարդը քնած էին, նրա թշնամին եկավ և ծառերի մեջ որոմ ցանեց ու գնաց։ Դադարեցնենք։ Տեսեք, սիրելիներ, մարդը բարի սերմեր ցանեց։ Ճիշտ է։ Երբ որ մարդիկ քնում էին, չարը եկավ և չար սերմեր ցանեց։ Երբ ցանեց որոմները, սիրելիներ, երբ որ քնում էին մարդիկ։ Ուշադրություն դարձրեք։ Այստեղ կա և հոգևոր, և մարմնավոր։ Այստեղ նկարագրում է մարմնավոր թշնամու, որովհետև ասում է մարդը, չար մարդը եկավ չար սերմեր ցանեց։ Բայց սա շատ հոգևոր իմաստ ունի, սիրելիներ։
Ես հիշում եմ, որ մեկը մեր գյուղում ինչ որ մեկի անասունը մտել էր նրա տարածքը, խոթարքներ ընկել։ Դրա պատճառով եկավ նրա դեզերը սաղ վառեց ու թշնամացան իրար հետ։ Լինի որ մարդն է իրեն համար թշնամի դարձնում։ Մարդն է ստեղծում, սիրելիներ, այն օր որ Աբելու Կայանի արակից բանը ասավ եղբայրս, Էդգար եղբայրը երբ որ ասավ անծամատության հետին, տեսեք, Աբելի համար Կայանը թշնամի չէր, իրեն եղբայրն էր, բայց նախանձը Կայանի մեջ այնքան ավելացավ, որ ատեց ու սպանեց, եղբայրն իրեն համար թշնամի դարձավ։ Տեսեք ինչն է, որ տեղ տվեց, Աստված նրան զգուշացրեց, ճիշտ է, ասավ զգուշացիր, մեղքը դռանդ առաջ պարկած է և քեզ է փափագում, իշխիր նրա վրա։ Ինչ եղավ, Կայանը չիշխեց, մեղքը Կայանի վրա իշխեց, Աստված զգուշացնում ասա։ Հիմա տեսեք որոմների առակի մեջ, ասում է մարդկանց քնելու ժամանակին եկավ և չար սերմերցան, սիրելիներ, հոգևոր կյանքի մեջ սա մեծ խորհուրդ է, հոգևորը երբ որ քնում է, սիրելիներ, չարը գործում է, հոգևորը չպիտի քնի, Սուրբ գրքը ասում է արթուն ու զարթուն կացեք և անդադար աղոթարեք, որ փորձության մեջ չընկնեք։ Արթուն զարթուն սա մարմնավոր արթուն լինելու մասին չի, սա քո հոգու արթնության մասին է խոսում, սիրելիներ, երբ որ հոգևորը քնում է, թշնամին չի քնում երբեք, սիրելիներ, թշնամին սպասում է, Կայանին ինչ ասաց, դռանդ առջև պարկած է, սպասում է առիթի, որ դու նրան առիթ կտաս, որ նա գործի, թե չէ։ Այդ մարդն է առիթ տալիս, սիրելիներ, թշնամուն, որ ինքը գործում է, հոգևոր մարդու համար, հոգևոր մարդի արթուն վիճակը մեծ կապ ունի, հենց որ հոգևորը տկարացավ, հենց որ քնեց, չարը քնած չի, սիրելիներ, բերում է ու որոմները ցանում է և քեզ Աստծուց հեռացում է։ Ինչն է բաժանում մարդու և Աստծո մեջտեղը, մեղքն է բաժանում, սիրելիներ, իսկ մեղքը որտեղից է գալիս, դու մեղք չես գործի, սիրելիներ, այդ մարմնավոր պատերազմները որ կային, այդ մարմնավոր ժամանակ մեղքի տակ էինք, մեղքի լծի տակ էինք, բայց կար մեկը, որ եկավ աշխարհ ու մեզ հանեց մեղքի լծի տակից, մեզ ազատեց ամեն թշնամիներից, սիրելիներ, մեզ ազատեց, հիմա տեսեք, Սուրբ գրքում հիմա կասեք գրված է, սիրիր քո թշնամուն, ճիշտ է, գրված է, բայց սա որ թշնամու մասին է, սիրելիներ, սա մեղքի մասին չի, սա սատանայի մասին չի, սա մարդու մասին է, այն մարդը, որ քեզ համար թշնամի է համարվում, դու պիտի նրան ներես ու սիրես, որովհետև մարդը Աստծո պատկերով է ստեղծված, սիրելիս, դրա համար էլ ասում է սիրիր քո թշնամուն, այսինքն Տեր Հիսուսը մեզ երբ որ եկավ, խաչվեց և մեր մեղքերը խաչին գամեց, այդ ժամանակից մեզ տվեց հնարավորություն այս մարդկային թշնամությունը վերացնելու, մենք հիմա մարդկային թշնամիներ չունենք, սիրելիներ, և իրավունք էլ չունենք ունենալու, որովհետև Տերն ասում է ներեցեք
ու սիրեցեք։ Այո, մենք մարդու հետ գործ չունենք։ Սուրբ Գիրքը ինչ ասում։ Մեր պատերազմը արյունի ու մարմնի դեմ չի։ Այս մարմնավոր պատերազմները մեկ-մեկու դեմ են, բայց մերը դա չի, սիրելիներ։ Մերը օդի իշխանի դեմ է մեր պատերազմը։ Սատանայի դեմ, որը որ ուզում է մեզ միշտ Աստծուց հեռացնի ու մեղքի մեջ գցի։ Նա չի ուզում մեր փրկությունը։ Տերը եկավ մեզ տվեց հնարավորություն փրկվելու, փրկեց, ներեց, եւ նա գալիս է գործին։ Թշնամին ուր է գալի։ Գալիս է ավերի, ջարդի, փշրի, թալանի, սպանի, գերիտանի, սրա համար է գալիս թշնամին։ Շերներ։ Եվ տեսեք, մեր պատերազմը օդի իշխանի դեմ է։ Դա մեղքն է, որ նա մեղք է բերում մեր մեջ, որոմները ցանում եւ գիշերը այդ որոմները աճում են։ Երբ է աճում, երբ որ հոգևորը քնած է, սիրելիներ, քնած վիճակում, այդ ժամանակ այդ սերմերը աճում են եւ մարդուն խեղդում են ներսից, հեռացնում են Աստծուց, սիրելիներ։ Դրա համար Սուրբ Գրքում գրած արթուն ու զարթուն կացեք։ Ուշադիր եղեք սրա վրա, սիրելիներ։ Հոգևոր արթուն լինելը ո՞րն է։ Պողոս առաքյալն ասում է, թե քնանանք, թե արթուն լինենք, նրա հետ ապրենք։ Կարող ենք նրա հետ ապրել։ Կարող ենք, իհարկե կարող ենք։ Մեր ուշք ու միտքը պիտի լինի Տերը, սիրելիներ։ Պետրոս առաքյալը երբ սուզվեց ջրի մեջ, երբ որ ասավ գամ քո հետևից, քայլեմ ջրի վրա, այն ժամանակ էլ էին ալիքները գործում եւ նա համարձակ գնաց, երբ հայացքը Տիրոջն էր նայում։ Իսկ երբ սկսվեց սուզվել, երբ որ հայացքը Տիրոջից կտրեց ու ալիքներին նայեց։ Սա է որ մարդը երբ է անկում ընկնում, երբ որ հայացքը Տիրոջից կտրում է, սիրելիներ։ Ուրեմն ուշադիր լինենք ամեն խոսքին, որովհետև էսի միջայլոց չգրալ, ամեն խոսք Սուրբ Գրքում, որ գրված է, մեզ խրատի համար է գրված, սիրելիներ։ Իզուր չէր, որ Տերը եկավ խաչվեց։ Եվ հիմա Տեր, մենք փրկված ենք Տիրոջմով, բայց այդ փրկությունը պետք է պահենք, սիրելիներ։ Պետք է պահենք։ Տերը տվել է այդ հնարավորությունը մեզ։ Դեմ կենալու հնարավորություն տվել է։ Տերը Կայանին էլ զգուշացրեց, ասավ զգուշացի իշխի մեղքի։ Հիմա մեզ է տվել այդ իշխանությունը։ Ասում է դեմ կացեք սատանային, ու նա կփախչի ձեզանից։ Իսկ ինչպես դեմ կենանք։ Տերը ոնց դեմ կացավ սատանային։ Աստծո խոսքով։ Եթե խոսքը չիմանանք, կարող ենք դեմ կենալ։ Չենք կարող դեմ կենալ։ Ասում է խոսքը ոչ թե լսողն է փրկվում, այլ նրան կատարողը, սիրելիներ։ Հիմա տեսեք, մենք պատերազմի մեջ ենք։ Ներկա դրությամբ էլ մենք պատերազմի մեջ ենք ամեն օր հակառակորդի դեմ։ Մեր հակառակորդը աներևույթ է եւ վտանգավոր։ Նա սպասում է շատ համբերատար, որ մի վրիպում գտնի քո կյանքի մեջ, որպեսի օգտագործի։ Այս է կարևորը, որ դու թույլ կտաս այդ վրիպումը, թե չէ,
Էսի արդեն մարդուց է կախված, Տերն արդեն ամեն բան մեզ համար արել է եւ իշխանություն էլ տվել է եւ զգուշացրել է ամեն բանի մեջ, որ զգուշ լինենք, արթուն ու զարթուն լինենք, հսկում անենք, դեմ կենանք ու նա կփախչի մեզանից։ Բայց սրա համար Աստծո խոսքը իմանալ է պետք, սիրելիներ։ Սատանան քնած չի, նա Տիրոջը նույնիսկ Աստծո խոսքով փորձեց։ Ասավ գրված է, որ հրեշտակները քեզ վեր կունեն ու ոտքդ քարին չի առնի, Աստծո խոսքով։ Բայց եթե Աստծո խոսքը մարդը չիմացավ, դժվար է, սիրելիներ։ Բայց Տերը տվել է այդ հնարավորությունը մեզ։ Բերեք ճիշտ օգտագործենք, երբ որ մենք ճիշտ օգտագործենք Տիրոջ տված հնարավորությունը, չենք սայթակի։ Կգան ամեն դեպքում փորձություններ էլ մարդու համար պահված է այդ ամենը։ Մեզ հետ փորձությունները գալու են մինչև մեր կյանքի վերջը, բայց ամեն փորձություններից ազատողը Տերն է, մենք վստահ պիտի լինենք, որ այս ամեն բանի մեջ Տերն է մեզ պահում։ Պողոս առաքյալն այդքան չարչարանքներ կրեց, սիրելիներ, այդքան փորձությունների միջով անցավ ու մեղք չգործեց, կապանքների մեջ փառաբանում էր Տիրոջը։ Սա է կարևոր։ Բա մենք ինչ վիճակում ենք, մի փոքր, երբ որ քույրը կամ եղբայրը մի փոքր ծուռ խոսք ասում, ո՞նց ենք ընդունում, Տիրոջն ամեն բան արեցին, նա իրեն խաչողների համար աղոթեց։ Մենք ո՞նց ենք ընդունում, սիրելիներ։ Այս սա է մեր պատերազմը, թե մենք ո՞նց ենք ընթանում պատերազմի մեջ։ Եթե պատերազմել չիմանանք, կարող ենք պատերազմել, գերի կընկնենք։ Իհարկե, Պողոս առաքյալը ինչ ասավ։ Ասում է տակավին, Եբրայեցիներից 12-րդ գլխում, տակավին արյուն թափելու չափ պատերազմելով դեմ չկացակ մեղքին։ Այդ թե ինչ անրական, պատերազմելով, երբ մարդը հաղթամ, պատերազմի մեջ հաղթանակը երբ է գալիս, երբ որ պատերազմում ես, տեղը նստած մարդը կարա հաղթի, չի կարա, միջև չպատերազմես, չես կարա հաղթես, սիրելիներ։ Դրա համար արյուն թափելու չափ պատերազմելով, եսեք ինչ ասում, որ մենք մեր ճանապարհին չթուլանանք ու չընկնենք, չթուլանանք։ Իմ կյանքի մեջ եղել է դա եւ Աստծո խոսքը ինձ հստակ ասել է, երբեք մի հանձնվի, երբեք հոգևոր մարդը պետք է երբեք չհանձնվի, որովհետև Տերն ասավ, ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Դրա համար հոգևոր մարդը երբեք չպետք է հանձնվի։ Պատերազմ միշտ պետք է հաղթող դուրս գա, որովհետև մեր Տերը հաղթական է։ Տերը հաղթել է աշխարհին, հաղթել է մեղքին, մահին, եւ այդ հաղթանակը մեզ ա տվել իրեն անունով, որ մենք էլ հաղթենք, սիրելիներ։ Այդ արդեն մեզանից է կախված, ինչի ենք տկարանամ, ինչի ենք վայր ընկնամ, ինչի որովհետև չենք վստահում նրան, ով հաղթեց ու այդ հաղթանակը մեր շնորհեց, սիրելիներ։ Կան մեղքեր մարդու կյանքի մեջ, կան մեղքեր, որ մարդը թաքցնում է այդ մեղքերը ու հետևանքը շատ վատալում, սիրելիներ։ Կան մեղքեր, հին ուխտից բռնացրած մինչև նոր ուխտը, ուզում եք թվարկենք այդ մեղքերը։ Տեսեք, Ռաքելը գողացավ հոր կուրքերը, թաքցրեց, ճիշտ է, եւ Հակոբն ասում, ով գողացել է, նա մեռնի։
նրա բախտը բերեց, որ չգտնվեց։ Տեսեք, ակարը ոսկի լեզուն ու վերարկում գողացավ բախծվածից, Աստծո խոսքը զանց արեց, մեղք էր դա, մեղք բերեց, վրանի մեջ թաքցրեց, վերջը ինչ եղավ, բոլորին քարկոտեցին, գնաց, թե ուր տարավ, Գեզին, գնաց Նեեմանից, Եղիսեին ուզում էր խաբի, գնաց Նեեմային խաբեց, վեկալավ բերեց իրեն տան մեջ թաքցրեց, ինչ եղավ, բորոտությունով խփվեց մինչև կյանքի վերջը, նա կանչված էր մարգարե լինել, սիրելիներ, Անանյան Սապիրան, այդ էլ խում նոր ուխտից էր, ինչ արեցին, իրենց ունեցվածքներ, իրենց փողներ, ով էր նրանց ստիպում սուտ խոսեն, վեկալան ծախված, փողի կեսը թաքցրին, ինչի համար, ով էր քեզ ստիպում, և սուտ խորտեսին և տեսանք, վերջը ինչ ողբերգական ավարտի հասան, այսա սիրելիներ, մեղքը, երբ որ մարդը իրեն մեջ թաքցնում է, ներսից ուտում է, ինչ է գրված Սուրբ գրքի մեջ, մեղքը հղիանալով մահ է ծնանում, այո, այդ մեղքն ենքան է աճում մարդու մեջ, մինչև տանում է մահվան, լավ իմացեք, որն է մահը, իմանանք, այս ֆիզիկական մահը չի, երկրորդ մահը, որ Սուրբ գրքի մեջ նշում է, որ քեզ Աստծուց հեռացնում է, տանում է, զրկում է հավիտենական կյանքից, սիրելիներ, այս սա է, շատ վտանգավորը սա է, որ մարդու ներսում կատարում է, հիմա սիրելիներ, մարդը տեսեք, սկզբից, երբ որ ավազանը պատրաստում էին քահանաների լվացման համար, ինչից պատրաստեցին, կանաց հայելիններից, ինչի համար, որ քահանաները տեսնեին, հայելին ապակի չէր, պղնձի բարակ թիթեղներ էր, փայլեցված, և սա հայելի էր կոչում կանանց համար, և դրանով պատեցին ներսը ավազանի, որ քահանան լվացվելիս իրան ներսում տեսնի, սիրելիներ, այսօր այդ հայելին մեզ համար պատրաստել է Տերը, այսի խոսքը, իրեն խոսքն է, որ դու կարդում ես ու քեզ նրա մեջ տեսնում ես, դու կաս դրա մեջ, թե չկաս արդյոք Աստծո խոսքի մեջ, ունես այդ խոսքը, որ կարողանաս սատանային դեմ կենաս, թե չունես, եթե չունես սիրելիներ, ուշադիր կարդա, խնդրի Տիրոջը, եթե դու չես կարողանում, ասա Տեր օգնիր ինձ, բացիր ինձ քո գրքերը հասկանալու, և Տերը անպայման կբացի ու կհասկանաս, Աստված ամեն բան մեզ համար արել է, սիրելիներ, նա իրեն կյանքը տրեց, իրեն կյանքի գնով մեզ փրկեց, բա որքան առավել, որ այսօր նրա անունն ենք կանչում, որքան առավել, որ ամեն բան չի անի մեր կյանքի մեջ, միայն թե կամենաս, միայն թե քայլ անես, սիրելիս, մարդուն տվել է դա, ճիշտ ընտրություն կատարես, որպեսի կարողանաս պատերազմում հաղթել, ես որ նոր ապաշխարել էի իմ մեջ, պատերազմ էր գնում, շաբաթներով, պատերազմ էր գնում, չարն ասում էր, այդքան շրջապատ ունես, բա որ քեզ հավատացյալ ասեմ բան, Սուրբ Հոգին էր մի կողմից էր ասում, դու ում ես պարտական քո կյանքով, ում ես պատասխան տալու, և այս պատերազմը գնում էր, բայց փառք Տիրոջը, որ Տերը հաղթեց իմ մեջ, սիրելիներ, այդ որոշումից է կախված,
Մենք պետք է թույլ տանք, որ անի։ Եթե մենք թույլ չտանք, սիրելիներ, չարը չի կարա երբեք մոտենա մեզ, որտեղ մեզ Տերը ցանկով պատել է։ Մեր կյանքը ապահովագրված է Տիրոջ ձեռքերի մեջ։ Հին ուխտի պես չի։ Տերը դրա համար եկավ խաչվեց, որ մեզ դրանցից ազատ անի, սիրելիներ։ Սա կարևոր բան է մեր կյանքի մեջ իմանանք ինչ արել Տերը եւ օգտագործենք այն որ Տերը մեզ տվել է, օգտագործենք մեր պաշտպանության համար, որ հաղթենք պատերազմի մեջ, սիրելիներ։ Օրհնյալ Աստված։ Ես մի քիչ էլ ուզում եմ մեր ներքի թշնամիների մասին խոսենք, սիրելիներ։ Կա մեր ներսում էլ կան շատ թշնամիներ, որ մենք չենք նկատում, որ այն երևույթ են, այն որ ասում էի վտանգավոր են, այ հենց այդ վտանգավորներն են, որ մեր մեջ մեզ մաշում են, մեզ հեռացնում են Աստծուց, սիրելիներ։ Ղուկասի 1:74-ը թողցեն գրված է, ես կարամ կարդամ, որ մեր թշնամի ձեռքիցը ազատված այն երկյուղ պաշտենք իրեն սրբությունով եւ արդարությունով նրա առաջին մեր կյանքի բոլոր օրերը ազատված, այսինքն Տերը մեզ ազատ արավ դրանից, սիրելիներ, ազատ արավ։ Մենք չունենք թշնամ, մեր թշնամին միայն է դա, մեկ էլ մեր ներսում ինչա կատարվում Տեր։ Քննեցեք ձեր սիրտն ասում, մենք բերեք քննենք մեր սիրտը այս երկրի վրա, մենք ինքներս դատենք մեզ, որ դատապարտության տակ չմտնենք, սիրելիներ։ Սրտի մեջ մարդու ինչա կատարվում, ինչեր կան ծածուկ պահված, որ Տերը պիտի գա ու ի հայտ բերի, սիրելիներ։ Դրա համար Տեր Հիսուսը մի խոսք ասավ. ով ուզում է ինձ հետևել, թող անձը ուրանա, ամեն օր իր խաչը վերցնի ու իմ հետևից գա։ Այս մի բանն ասեց Տերը, ով ուզում է ինձ հետևել, պայման դրեց, անձը ուրանա։ Ինչ է մարդու անձը, որ մարդը պետք է ուրանա։ Անձը մարդու էգոնա, եսնա, որ Աստծո փառքը գողանում է։ Այն որ Աստված տվել է մարդուն, այն որ Աստված մեզ տվել է, մարդու անձը վերագրում է իրեն, բարձրացնում է իրեն։ Սիրելիներ, Տերը թագավոր էր, թագավորների թագավոր էր, իրեն գահը թողեց, իջավ, ցածրացավ, ծառայի կերպարանք առավ, բայց մարդու անձը մարդուն բարձրացնում է ոչնչությունից, բարձրացնում է եւ սա խանգարում է մարդուն, սա մեծ, դրա համար Տերն ասավ, ով ուզում է հետևել, թող մոռանա անձը, թող մոռանա անձը, միջև մարդը չուրանա անձը, չի կարա, սիրելիներ, այսօր շատերը անկում են գնացել անձի եսի պատճառով, որ հպարտացել են, սիրելիներ, այս սա է, որ վտանգավորը, հպարտությունը մինենց բան է, որ սողոսկում է, դանդաղ սողոսկում է մարդու մեջ։ Ես տեսել եմ այդ կյանքը եւ փորձից ասում եմ, զգուշ կացեք, սիրելիներ, զգուշ կացեք, սա ամենամեծ վտանգն է, որ մարդուն գցում է, բրցացնում է, սատանան քնած չի, ամեն ջանք գործադրում է հոգևորին մոտենալու, տեսնում է, որ որտեղ բաց թողնված տեղ կա, որտեղ է հոգևորը ննջում, որտեղ է քնում, որ իր նետը ուղարկի
երբ որ ուղարկում է սիրելիներ, տեսնում է, որ տեղ չունես ուրիշ խոցելի տեղ, սկսում է գովել քեզ, սկսում է գովել, որ դու լավն ես, դու ես այնքան, որ քո անձը գլուխ բարձրացնի, որ քո եսը իշխի քեզ վրա։ Սա շատ վտանգավոր թշնամի է, մարդը ինքը իրեն թշնամին է։ Դրա համար մինչև մարդը իրենից չհրաժարվի, չի կարա Տիրոջը ծառայի։ Սա շատ կարևոր է, շատ։ Երբ որ բացվեց, սա ինձ տարիներ առաջ, ես զգացի, ես որտեղ եմ։ Ես տեսա, որ որտեղ եմ, Աստծո խոսքի մեջ։ Տեսա, թե ես որտեղ եմ։ Եվ Տերն ինչ է ուզում ինձանից։ Այս սա շատ է կարևոր, ուշադրություն դարձնենք։ Մենք շատերս չենք զգում եւ ասում ենք, որ ես մեղքի մեջ չեմ, ես սիրում եմ Տիրոջը, ես իմ եսը մոռացել եմ, բայց հենց որ պահը գալիս է, ամեն բան ի հայտ է գալի։ Այդ ծածուկ բաները, որ ասում եմ, ինչ կա մեջը, այդ է, որ դու չգիտես, որ կա, բայց հենց որ պահը գալիս է, հենց որ ոտքը մեկը կողմ է, այն ժամանակ ես զգում, որ քո եսը գլուխ բարձրացրեց, որ դու մեկի փոխարեն երկուսն ես հատուցանում, սիրելիներ։ Բայց Տերը իրեն խաչողների համար աղոթեց։ Մենք ինքնարդարացման ենք գնում, սիրելիներ, տեսեք, Սավուղն էլ, Դավիթն էլ մեղք գործեցին, ճիշտ է։ Դավիթի մեղքն ավելի մեծ էր։ Բայց տեսեք, Դավիթը զղջաց, ասավ մեղք գործեցի, զղջաց ապաշխարեց, բայց Սավուղը չզղջաց, ընդհակառակը ինքնապաշտպանության գնաց։ Բայց ժողովուրդն են արել, բատեսա ժողովուրդը ծրվում են, զոհ մատուցանեցի, մեղք գցեց ուրիշի վրա։ Որտեղից եկավ մեղքը, Ադամի ու Եվայի ժամանակ, սիրելիներ, Աստված ինչ ասավ, երկու ծառ էր դրել, կյանքի եւ մահվանը։ Ասավ, հենց որ ես պտղիցը կերակ, պիտի մեռնեք։ Ճիշտ է։ Եվ ինչ եղավ։ Աստված չգիտեր, որ պտղիցը կերել էր։ Ադամին չի հարց տվեց, միթե դու ես պտղից կերել ես։ Որ տենա Ադամը կզղջա, թե չէ, բայց Ադամը գնաց ինքնապաշտպանության։ Այն կինը, որ դու ինձ ես տվել, նա տվեց ինձ ու կերա։ Չզղջաց։ Նա տվեց, դու չուտեիր։ Այս է հարցը, որ ամեն մարդ իրեն մեղքը միշտ կողքինի վրա է գցում։ Ասում է քո աչքի գերանը թողած ուրիշի աչքի չոփն ես նշմարամ։ Սա է մարդու աչքին երևացողը, սա է սիրելիներ, երբեք մարդը իրանը չի տեսնում։ Ուզում ես տեսնել կարդագիրքը ու կտեսնես դու դրա մեջ կաս, թե չկաս։ Սիրելիներ, տվել է հնարավորություն Տերը դեմ կենալու։ Այս է կարևորը։ Այսօր մեր առաջին այդ նույն երկու ծառը դրված է, սիրելիներ։ Կյանքի ու մահվան ծառը դրված է։ Օգտվիր, որից ես դու օգտվում։ Ինչ պտուղ ես ուտում դու։ Ինչ սնունդ ես, որ սեղանից ես օգտվում։ Աստված ամեն օր մեր առջև սեղան է պատրաստում։ Արդյոք մենք ամեն օր Աստծո սեղանից ենք օգտվում, թե աշխարհից ենք օգտվում։ Թե մեր մի ոտքը աշխարհում է, մի ոտքը հոգևոր դաշտում։ Սենց չի լինի երբեք, կգա մի ժամանակ, որ չես կարա դիմանաս, կամ այս կողմ, կամ այն կողմ, ստեղա, որ ճիշտ ընտրություն կատարի, սիրելիներ։ Սրա համար էլ բուժում կա, որ մարդը կարենա անի։ Սիրելիներ, տեսեք, կարդացին գրքում, որ քնած ժամանակ թշնամին ցանեց, ճիշտ է։ Քնած ժամանակ։
Սամսոնը երբ զորությունը կորցրեց, երբ որ քնած էր, ճիշտ է թե չէ, քնած ժամանակ մազերը կտրեց, կորցրեց, ինչի համար, երբ որ իրեն գաղտնիքը հայտնեց, իրեն գաղտնիքը հայտնեց թշնամուն, Եզեկելը, երբ հանդիմանեց Եսայիա մարգարեն Եզեկելին, երբ որ իրեն ունեցված ամբողջը ցույց տվեց ասորինների պատվիրակությանը, եւ ասավ այս ամենը կտեղափոխվի Բաբելոն, ինչի համար, երբ որ գաղտնիքը հայտնում են, թշնամին երբեք չի իմանա քո զենքերի տեղը, քո սպառազինության տեղը, չի իմանա, եթե դու չհայտնես։ Պատերազմի ժամանակ ինչքան դավաճաններ եղան, որ գաղտնիքը հայտնում էին, փոխանցում էին եւ դիրքերն իմանալով խփում էին նույն տեղը։ Սերներ, քո գաղտնիքը երբեք մի բացի թշնամու առաջ, մի բացի, սա շատ մեծ մեղք է, որ դու թույլ ես տալիս թշնամու ներս մտնելու քո թույլ տեղերը իմանալու, որպեսի կարողանա խոցի, մի թողի պարզապես շարժվի Աստծո խոսքով։ Եթե Աստծո խոսքը պահենք, սիրելիներ, երբեք վնաս չի հասնի մեզ։ Չի հասնի, մենք կիմանանք Աստծո խոսքով դեմ կենալը, մենք կիմանանք ինչպես պատասխանենք, մենք կիմանանք ինչպես շարժվենք, որ սխալ չթույլ տանք։ Աստծո խոսքը իմաստնություն է տալի, իմաստնությունը վերևից է, սիրելիներ, մենք սովորական գրքեր կարդում ենք, այս մարդկանց կողմից գրվածները, որ գիտություն է տալիս մեզ, բայց իմաստնությունը վերուստ է տարված, իմաստնությունը Աստծո կողմից է տարված, սիրելիներ։ Եվ խնդրենք, եթե չունենք, խնդրենք Տիրոջը եւ նա պատրաստ է առատորեն տալու իրեն խնդրողներին, սիրելիներ։ Ամեն բան հնարավոր է հոգևորի համար, Աստծո ձեռին անհնարին բան չկա։ Ով չի իրան զավակին, իրեն խնդրված կտալիս, սիրելիներ։ Եթե մենք չար ենք եւ կարողանում ենք մեր զավակներին բարին հատուցանել, բա որքան առավել Աստված, որ իրան որդին էլ չխնայեց մեզ համար, կտա ամենը, ինչ որ խնդրում ենք։ Եվ նա ամեն բան պատրաստել է մեզ համար, սիրելիներ, չկարծեք, թե նա գիտի քեզ ինչա պետք, ասма խնդրեցեք, երկնքի արքայությունն արդարությունը մնացածը կտրվի, որտեղ Աստված գիտի քեզ ինչ հարկավոր, եւ նա ավելին է պատրաստել, քան մարդը իմանա դա, չես կարա իմանաս ինչ է։ Օրհնյալ Աստված, Երեմիա 13:15 ասում է. լսեցեք եւ ականջ դրեք, մի հպարտանաք, որովհետեւ Տերն է խոսում, մի հպարտանաք, տեսեք ինչքան է, այս հպարտությունն է, որ վտանգավոր է, որ մարդին գցում է, այս հպարտությունն է, սիրելիներ, մարդու եսն է, որ բրցացնում է, տեսեք, Մովսեսի դեմ, նույնիսկ իրան եղբայրն ու քույրը, որ մարգարե էր, եղբայրը քահանապետ էր, այնքան հպարտացան, որ նրա դեմ կանգնեցին եւ Աստված պատժեց, Մարիամին բորոտությունով խփեց։ Այսայա տեսեք, ինչքան ուշադիր պետք է լինենք, սիրելիներ։ Այսայա, որ սողոսկում է մարդու մեջ, իրենք կարծում են իրենք ճիշտ են։ Ամեն մարդ, յուրաքանչյուր մարդ, ում հետ խոսում ես, կարծում է ինքը ճիշտ է։
Եթե զգա, որ ինքը սխալ է, ներողություն կխնդրի։ Շերներ, բայց ամեն մարդ կարծում է ինքը ճիշտ է։ Սա եսն է, որ չի թույլ տալի, որ խոնարհվի մարդը։ Չի թույլ տալվի խոնարհվի։ Իսկ Աստված խոնարհներին է շնորհք տալիս, իրեններ։ Փոխանակ խոնարհվելու մարդը բարձրանում է։ Բարձրանում է սատանան սրա համար է մարդուն բարձրացնում, վերջում էլ քացով տալիս կծմանդուտ, ապա քեզ համար էի բերել, քեզ սրա համար էի պատրաստել, գնա։ Այս սա է հարցը, որ ուշադիր լինենք Տեր, որովհետև մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չի, սիրելիներ, ուշադիր լինեն։ Շնորհակալ ենք Տիրոջից, սիրելիներ, բայց սրա բանալին էլ Աստված տվեց մեզ։ Սրա բանալին էլ տվեց, որ ինչ անենք, երբ որ մեղքի մեջ ենք ընկնում, սիրելիներ։ Հովհաննես առաքյալը գրում է, եթե ասենք մեղք չենք գործում, ստախոս ենք անում մեր անձը, բայց եթե գործենք էլ բարեխոս ունենք Հայր Աստծո աջ կողմը նստած մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մնամա ինչ անենք, մնամա զղջանք և ապաշխարենք։ Այս մի բանը, գոնյա այս մի բանը կարող ենք անել։ Այսինքն, եթե մարդու եսը բարձր է, եսը չի թողնում, որ մարդը զղջա ու ներողություն խնդրի։ Չի թողնում հպարտությունը, սիրելիներ, դրա համար շատ է վտանգավոր Էդմի մեղքը։ Այդ մի թշնամի, որ բնակվում է մարդու մեջ, դա շատ վտանգավոր է, որովհետև չի թողնում ոչ խոնարհվես, ոչ զղջաս, ոչ ապաշխարես, բայց Աստված այդ հնարավորությունը տվել է, սիրելիներ, զղջանք, խոնարհեցնենք մեր անձը, ապաշխարենք և կփրկվենք, որովհետև Աստված ամբարիշտի կորուստը անգամ չի ցանկանում, Երեմիայի մարգարեությունում ասում է, եթե ամբարիշտը հետ դառնա իր ճանապարհիցը և զղջա ու ապաշխարի, ես կյանք կտամ նրան։ Իսկ եթե ասում է արդարը մեղք գործի, իր մեղքերի մեջ պիտի մեռնի։ Այդ ինչ է նշանակում։ Շատերս գիտեն, որ արդարացած ենք մենք Տիրոջով, սիրելիներ, Տերը երբ որ եկավ, խաչվեց, նրա հարությամբ մեզ արդարացրեց։ Արդարացած ենք մենք Տիրոջով, բայց պետք է պահենք դա։ Պետք է պահենք, որովհետև Տերը մեր անունները գրել է կյանքի գրքի մեջ, ճիշտ է։ Հայտնության գրքում ասում է, պահիր, որ քո անունը չջնջեմ կյանքի գրքից։ Սա պետք է պահենք, սիրելիներ, տվել է մեզ, ես չեմ ասում, ունենք, մենք ունենք փրկություն, որ Տերը տվել է, մեզ արդարացրել է, բերել է իրեն տուն, բայց դա պահել է պետք։ Այն սպիտակ բեհեզները, որ հայտնության գրքում ասում է, սպիտակ հագած են, այդ բեհեզները մեզ հագցրեց, իրեն արյունով լված մեզ մաքրեց, բեհեզներ տվեց, ասավ որդիս մի կեղտոտի այդ բեհեզները։ Եվ սա այդ մեղքերն են ծածուկ, որ մեր մեջ են, որ այդ բեհեզները կեղտոտում են, սիրելիներ, ուշադիր լինենք, քննենք մեզ, Դավիթ թագավորը 139 Սաղմոսում վերջում ասում է, քննիր իմ սիրտը ու տես, թե որ չար ճանապարհների մեջ են, դարձրու ինձ դեպի հավիտենական ճանապարհները։ Սիրելիներ, եթե մենք չենք կարող, մի կարճ աղոթք, Տեր օգնիր ինձ, Տեր օգնիր ինձ, և նա պատրաստ է, սիրելիներ,
պատրաստ է։ Օրհնյալ Աստված, թող Տերը փառավորվի մեր մեջ, սիրելիներ, մենք դրա մեջ ենք կանգնված, որ Տիրոջը փառավորենք։ Մեր գործը սա է, Դավիթ թագավորը հրամայում է իրեն անձին, ասում է 103 Սաղմոսում, օրհնիր Տիրոջը, ով իմ անձ։ Մենք կարող ենք հրամայել մեր անձին եւ ասել, օրհնիր Տիրոջը, ով իմ անձ։ Քո գործը սա է, Տիրոջը օրհներն է, ոչ թե գլուխ բարձրացնելը։ Այս սա է կարևոր, որ ամեն առավոտ մենք մեր անձին հրամայենք, օրհնիր Տիրոջը դու, գլուխ մի բարձրացնի, սիրելիներ, Տերը օգնիր մեզ, որ բացվի եւ մենք ճիշտ ճանապարհի չշեղվենք, մեր հայացքը չկտրենք Տիրոջից։ Տերն ամեն անգամ զգուշացնում է մեզ, սիրելիներ, Ղուկաս 21:34-ում Տերն ասավ, զգուշ կացեք, որ ձեր սրտերը չծանրանա կերուխումով, ապրուստի հոգսերով։ Հիմա տեսնում ենք մեծամասնության սրտերը ապրուստի հոգսերով է ծանրացած։ Ճիշտ է թե չէ։ Շատերը պաշտամունքի էլ չեն գալիս։ Ամբողջ 7 օրը աշխատում են, ոչ մի բանի չեն հասնում եւ կորցնում են հոգեվորը եւ կորցնում են հավիտենական կյանքը, սիրելիներ։ Ապրուստի հոգս սա է, որ քեզ ձգում է, սատանան քնած չի։ Դու եթե դեմ կենաս, կա աշխատանք, որ խանգարում է մարդուն պաշտամունքի գնալու, Տիրոջը պաշտելու, խանգարում է, դեմ կացի, աշխատանք տվողն էլա Տերը, գործ օրհնողն է, ֆինանս օրհնողն է Տերը։ Սա կարևոր է, որ ընտրություն կատարես, սիրելիս, բայց մենք չենք զգուշացնում։ Տերը զգուշացնում է ամեն անգամ։ Մենք չենք զգուշանում, սիրելիներ։ Իմիջայլոց չի ես բառերը գրված մեզ համար, որ մենք զգուշ լինենք։ Եվ եթե մեղքի մեջ ենք ընկել, չծածկենք, սիրելիներ, որովհետև դա մահատան, չծածկենք, եկեք սթափվենք, խոստովանվենք եւ Տերը կների ու կյանք կտա։ Տեսեք, սիրելիներ, անառակ որդու առակի մեջ կարդում ենք փոքր որդին ինչ արեց, անարգեց օրը, թողեց, եղած ուզեց, վեկալավու թողեց հեռացավ։ Գնաց, իսկ մեծ որդին ամեն բան լավ էր, հոր հետ, ամեն ունեցվածքը կար, ամեն բան լավ է։ Բայց տեսեք ինչ կատարվեց, փոքր որդին ինքն իրան եկավ, զղջաց ու հետ վերադարձավ, ասավ գնամ ասեմ, հայր ներիր, ես արժանի չեմ քո որդին, հայրը միջև էտ ասելը ընդունեց ու գրկեց նրան, սիրելիներ, որովհետև զղջաց որդին վերադարձավ, բայց երբ ի հայտ եկավ մեծ որդու սիրտը, երբ որ իրավիճակը եկավ, փոխանակ եղբորը դիմավորելու, փոխանակ սիրելու, նախանձով լցվեց։ Եվ ի հայտ եկավ, միջև էդ նրա մեջ էդ նախանձը ի հայտ չէր գալի, բայց որ պահը եկավ, գլուխ բարձրացեց ու ի հայտ եկավ։ Այսինքն ծածուկ բաներ կա մարդու մեջ։ Եզեկիելին ասում է, Արիտանեմ ցույց տամ ինչ պղտություն է կատարում, եւ ասում է տարավ ցույց տվեց, դռան առջև ասում է նախանձի կուռքներ նստած։ Սիրելիներ, մեկ-մեկու բերեք չնախանձեք, ընդհակառակը ուրախանանք մեկ-մեկու հաջողությունով, թևեր տանք, բարձրացնենք նրան, որովհետև մեզ համար է այդ ամենը, մեզ համար է։ Փառք Տիրոջը, Տերն օրհնի ամեն մեկի, սիրելիներ, թող Սուրբ Հոգին հպվի մեզ, բացի, որ մենք ճշմարտության մեջ քայլենք
Աստված օրհնի սիրելիներ, ինչ է նշանակում։ Ես օրինակ մեկին ասեցի, որ մեղքի մեջ էր, ասեցի եղբայր, քո մեջ կա այս հակառակությունը բանը։ Ինքը դեմ չկացավ, ընդունեց, ասավ հա, բայց եղբայր, եթե հախի չես զղջում ապաշխար, ես չեմ անցել։ Թե ինչ է ես անում, սիրելիներ, ինչ անեմ եսը։ Օրհնյալ է Տերը, Աստված օրհնի բոլորիս, սիրելիներ, ուշադիր լինենք, որ մեր եսը գլուխ չբարձրացնի մեր մեջ։ Սա մի ծածուկ բան է, որ անտեսանելի սողոս կմա ու դու չես զգում։ Ու եթե ուշադիր լինենք, եթե Աստծո խոսքի մեջ ապրենք, եթե մեր մեկտեղ հավաքվելը չթողնենք, եթե գիրք կարդալ աղոթելը չթողնենք, եթե Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելը չթողնենք, մեզ ոչ մի բան վտանգ չի սպասի։ Բայց հենց ինչի համար ասա հայտ, որովհետև մեր հարաբերությունները Աստծո հետ խզում ենք, որովհետև թուլանում ենք ու ճանապարհի կիսին նիրհում ենք, թուլանում ենք և քնանում ենք, բայց երբ որ մենք քնում ենք, սատանան գործում է սիրելիներ։ Ուշադիր լինենք, արթուն ու զարթուն լինենք ու հետևենք Տիրոջը։ Տերն օրհնի ձեզ, թող եղբայրների աղոթքով գանք Տիրոջ առաջ։